Թույլ տվեք հարցի վերջից գալ, արդյոք օգոստոսի 8-ը փոխարինում է նոյեմբերի 9-ին, եթե օգոստոսի 8-ում Լեռնային Ղարաբաղի մասին որևէ ձևակերպում լիներ, ապա կարող ենք քննարկել այդ ձևակերպումը իր էության բնույթի մեջ համադրելի է նոյեմբերի 9-ի հետ, թե ոչ, որովհետև նոյեմբերի 9-ը դա Լեռնային Ղարաբաղի տարածքում պատերազմի կանգնեցման, դադարեցման հրադադարի փաստաթուղթ էր, դա մնացյալ տարածքը հայկական ուժերի վերահսկողության տակ մնացյալ տարածքը հայկական պահելու մասին փաստաթուղթ էր եւ որոշակի երաշխիքային մեխանիզմներ, որոնք գործեցին, եւ ապաշրջափակում իհարկե եւ անխոչնդոտ ճանապարհ, որը Ղարաբաղի տրամաբանության մեջ էր, այսինքն Ադրբեջանը համաձայնում է, որպեսզի Արցախահայությունը վերադառնա Լեռնային Ղարաբաղի տարածք եւ լինի Լաչինի միջանցք հստակ կարգավորումներով, որի դիմաց պահանջում է անխոչնդոտ ճանապարհ եւ ընդհանուր առմամբ եթե ամեն ինչ հաջող է գնում, նաեւ տեղի ունենում կոմունիկացիաների ապաշրջափակում։ Նոյեմբերի 9-ը սրա մասին էր։ Օգոստոսի 8-ի փաստաթղթում Լեռնային Ղարաբաղ չկա։ Օգոստոսի 8-ի փաստաթղթում կա պարտավորություն հայկական կողմի կողմից, բացի այդ հռչակագրային կոմունիկացիաների ապաշրջափակման ձևակերպումից անխոչնդոտ տրամադրել Ադրբեջանին կապող Նախիջևանին եւ եթե նոյեմբերի 9-ում դա Լեռնային Ղարաբաղի եւ Լաչինի դիմաց էր, ապա օգոստոսի 8-ում նման բան չկա, դա միակողմանի է ըստ էության։ Ուստի եթե մենք օգոստոսի 8-ը պետք է համեմատենք նոյեմբերի 9-ի հետ, ապա պետք է օգոստոսի 8-ում գոնե մի կետ, մի բառ Լեռնային Ղարաբաղի մասին ցույց տանք։ Օրինակ, վատագույն դեպքում Արցախահայության վերադարձի իրավունք։ Հետևաբար նոյեմբերի 9-ը ավելի լավ փաստաթուղթ է, ճիշտ եմ հասկանում, այդ տրամաբանության մեջ։ Ես փորձեմ հակառակ կողմից գալ եւ ասեմ նոյեմբերի 9-ը ավելի վատն էր, քան օգոստոսի 8-ը, ապա պետք է ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի հայկական պահելը ավելի վատ էր, քան այն հայաթափված տեսնելը։ Օգոստոսի 8-ը ավելի վատն էր, քան նոյեմբերի 9-ը։ Ես նորից եմ ասում, եթե մենք դա դիտում ենք Լեռնային Ղարաբաղի գոյության կոնտեքստում, որտեղ նոյեմբերի 9-ը դրա մասին էր։ Եվ եթե ձեր հարցադրումը ես վերցնեմ եւ համեմատեմ օգոստոսի 8-ի հետ, ապա կարող եմ օգոստոսի 8-ը ավելի լավ կոչել միայն այն դեպքում, եթե համարեմ, որ նոյեմբերի 9-ի Ղարաբաղի հայկական պահելը մեզ համար խնդիր չի եղել, առաջնային չի եղել, պետք է չի եղել, դրա համար օգոստոսի 8-ը ինչ որ այլ պարամետրերով ավելի լավ։ Հետևաբար այդ տրամաբանությամբ, քանի որ Արցախը կար նոյեմբերի 9-ով, դա ավելի լավ փաստաթուղթ էր, ճիշտ եմ հասկանում, քան օգոստոսի 8-ը։ Ես լավի վատի գնահատման, եթե ինչ որ մեթոդը ես ասում եմ, միտեղ Ղարաբաղը կար, մյուստեղ Ղարաբաղը չկա, մեկի համար լավ է, մեկի համար վատ է։ Ես մեր երկրում օրինակ հանրային հարցազրույցներից տեսնում եմ մարդկանց, ովքեր ասում են լավ է որ Ղարաբաղը չկա։ Այդ մարդկանց համար օգոստոսի 8-ը ավելի լավ է։ Ինձ համար լավ չի որ Ղարաբաղը չկա, ինձ համար նոյեմբերի 9-ի այդ ձևակերպումը առանցքային կարևորություն ունի։